Հիմա UWC ընդունվելու համար ամենակարևոր բաներից մեկը հասկանալ իրանց միսիան եւ իրանց արժեքները, ով կարասի ինչու է դա կարևոր։ Կարենք, որ այսեն լավ գրենք, իրանք հասկանան, որ մենք ճիշտ ենք, մենք իրենց արժանի ուսանողներ կլինենք։ Ահա, Կարծիքով, եւ կարամ ահա, իմ խնդրեմ։ կարծիքով այդ այնքանով է կարևոր, որովհետև այդպիսի համալսարաններ հիմնականում համ ընդունում են ըստ գիտելիքի, համ էլ ընդունում են, թե մենք ինչ կարանք տանք աշխարհին, իրենց համալսարանը ավարտելուց հետո, դրա համար իրենք ոնց որ իրենց այդ ամեն ինչը ուսումնասիրելը շատ կարևոր է, թե ինչ կարանք մեր մոտիվացիայի մեջ գրենք, էլի։ Համը ես լսել եմ, որ Մերի ջան, հարցին այդքան չկպա, որտեվ հարցային էր, թե ինչու UWC միսիան ու արժեքները հասկանալը կօգնի։ Բայց թե դու ով ես եւ իմ աշխարհին ինչ կարծիքով կարաս տաս, առասարակ կարաս դու լավ բաներ տաս, հա, բայց հենց UWC արժեքները ու միսիան։ կարծիքով շատ այդ որովհետև այնտեղ դիտակի մարդիկ կան ու այնտեղ հիմնականում ընդունում են այս մարդկանց, ովքեր ոչ միայն ունեն լավ գնահատակ իրանք ուրիշների հանդեպ, ռասիստ չեն ու իրանց համար կարևոր չի, թե մարդը ինչ ազգության է ու մենտալիտետով մարդկանց էլի, որ իրանք բոլորին հավասար են վերաբերում, որտեղ այնտեղ տարբեր տեսակի մարդիկ Մի քիչ կտրտեց ձայնը, այնտեղ կարևոր պահ կար, որ ասացիր, բայց չլսվեց իմ մոտ, ասում էիր ոչ թե բարձր գնահատականներով, այլ ինչ։ այլ քո մտածելակերպով, որովհետև այնտեղ կան տարբեր տեսակի մարդիկ, համ ազգություններով, համ կրոններով, ու այնտեղ ավելի են արժևորում այն մարդկանց, ովքեր լավ են վերաբերվում ուրիշներին, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր ունեն բարձր գնահատական։ Լավ, բա իրանց արժեքներն ու միսիան որ կորավ իմ հարցի։ Ասեմ, Давай։ UWS-ը հավաքում է տարբեր UWC տեղերից, երկրներից ու մշակույթի հավատում է, որ տարբեր երկրներից, մշակույթներից ու մտածելակերպներից եկած երիտասարդները, եթե միասին սովորեն եւ ապրեն, կարան ավելի լավ հասկանան միմյանց եւ ստեղծեն ավելի խաղաղ աշխարհ։ Լավ, հետաքրքիր միտք էր, բայց հարցին չպատասխանեցի։ Էլի հարցը այն էր, թե ինչու է կարևոր ճիշտ հասկանալ UWC-ի արժեքները եւ միսիան։ Ես երեխեք տեսեք, շատերը ինտերվյուից կարակ կտրվեք նրա պատճառով, որ հարցին դիպուկ չեք պատասխանում եւ կարող դիպուկ չեք ընկալում հարցը։ Հիմա իմ պատասխանն եմ ասում։ UWC-ն ունի կոնկրետ միսիա եւ իրանց հետաքրքիր է թե արդյոք դու իրանց միսիայի մասնակիցն ես ինքդ քեզնով թե չէ։ Քո արժեքներով արդյոք դու առանց իրանց մոտ ընդունվել, բայց դու ընդհանուր իրանց միսիայի հետ կապված մարդ ես թե չէ։ Եթե հա, իրանք ավելի հետաքրքրված են քեզ ընդունել։ Եթե չէ, դու կարաս լինես շատ ուժեղ ակադեմիապես, իրանք ընդհանրապես հետաքրքրված չեն քեզ ընդունել։ Լրություն։ Ես երևի խոսեմ, չգիտեմ, իմ ասածը գոնե մի փոքր վերաբերում էր ձեր ակնկալած պատասխանին։ Հա, կարծեմ հա։ Հա, առաջինն է, չէ՞ դու Արթուրի։ Հա։ Այո։ Եվ նայեք, ոչ թե դա իմ ակնկալած պատասխանն եմ ես ակնկալում, այլ ես ակնկալում եմ իմ հարցի պատասխան։ Ուրիշ պատասխան էլ կարա լինի, որ իմ հարցի պատասխան լինի։ Ես պարտադիր չի իմ ակնկալածը ակնկալեմ։ Ես մտքումս կարամ ունենամ օրինակ 3 հատ հիասքանչ պատասխան, որ դրանցից որն եմ տակ ես ուրախ կլնեմ,
Բացի դրանից 5 հատ էլ դուք կարող գտնեք, որի մտքով չէր անցել, բայց ինչ պատասխան որ տալիս եք, գոնե հարցին պետք է դիպուկ պատասխանի։ Եթե հարցը խոսում է խնձորի մասին, բայց պատասխանը լինի կիվիի մասին, այդ չեղավ դիպուկ։ Եվ դա շատ կարևոր բան է, թե էսեների մեջ եւ թե ինտերվյուների մեջ, որ ուշադիր լինեք, որ հարցը ճիշտ հասկանաք։ Օրինակ, էսե ես գրում, դու մտածում ես, դա լավ է սա, թե չէ։ Մի հատ տալիս ես վերնագիրը ChatGPT-ին, էսե տալիս ես, ոչ թե ասում ես, էսի լավն է, թե չէ, այլ ասում ես, էսեն, էս հարցին պատասխանում է ChatGPT, թե քո կարծիքով չի պատասխանում։ Այդ կողմից կարող եք սկսել։ Հիմա Փորձեցի աշխատել, հա։ լավ, եկեք կոնկրետ միսիան նայենք։ Վարդուհի ջան, կարդաս միսիան։ What is UWC? UWC, United World Colleagues, is a global education movement. Վարդուհի ջան, միսիան, կարդաս խնդրեմ։ Էջի վրայից փորձիր միսիան գտնել, UWC միսիան։ Մի րոպե, մի հատ Telegram-ում եք ուղարկել։ Չէ, իմ էկրանն է հենց, իմ էկրանը որ share եմ անում, դրա վրայից քեզ խնդրում եմ, որ միսիան կարդաս, ուրիշ բան չէ, հենց միսիան։ Գտա, լավ, կներեք։ To make education a force to unite people, nations, and cultures for peace and a sustainable future. UWC currently consists... Ջան, նայ, տես դիպուկի համար, ես խնդրեցի միսիան, չէ, ընդեղ միսիան կար, հա, միսիայից հետո մի անցի ավտոմատ մյուս բաները, ասա, միսիան կարդացի։ Այդ եմ ասում։ Հիմա ես դժվար տեղ եմ հասել ես ճանապարհին։ Ես ամբողջ սայթում համ չխփեմ։ Լավ, հիմա Վարդուհի ջան, քո բառերով փորձի հայերեն բարձաբանես ես, միսիան ինչ է նշանակում։ Իրենց միսիան կրթությունը մարդկանց միավորելու ազգերին, մշակույթներին ավելի խաղաղ ու կայուն ապագա ապահովելու միջոց է։ Այո, sustainable բառի եկեք եւս իմաստներ հասկանանք, որտեղ կայունը իրան լիովին չի բացատրում, կայունը ստատիկ բառ է։ Ահագին, բայց sustainable-ը ավելի դինամիկ բառ է, խնդրեմ։ Sustainable-ը ավելի շատ այն իմաստով է, որ այդ ապագան շարունակակաբար լինի, այսինքն ոչ թե ինչ որ կետի վրա կանգնի, այլ անընդհատ գնալով բարելավի, ավելի լավը դառնա։ Այսինքն երկարաժամկետ։ Որ կարենաս երկար շարունակես այդ ստրատեգիան կամ այդ ապագայի ձևը, որ ուզում ես, դու կարենաս երկար շարունակես, առանց որ մի օր ասես, վայ, նավթը պրծավ։ Հա, դա չեղավ sustainable։ Որ կարաս sustain անես, որ համ խաղաղ եւ համ տենց երկարաժամկետ հնարավոր շարունակելու ձևով ոնց որ պլանները լինի եւ դա հնարավոր լինի, ահա։ So to make education a force to unite people, nations and cultures. Ուսումը առհասարակ ոչ միայն լինի քո համար, որպեսզի ես սովորեմ, որ գնամ փող աշխատեմ կամ սովորեմ, որ հաջողություն ստանամ, այլ ուսման իմաստը նաև լինի, որ ինքը դառնա ուժ, որ միավորում է մարդկանց, ազգերին եւ մշակույթները, որպեսզի հասնենք այս նպատակին, հա։ Հիմա ամեն մեկը սկսելու եք մտածել, թե դուք ոնց կարաք այս միսիային մասնակցեք ձեր ապրածով, ձեր կյանքով, ձեր ով լինելով։ Եվ երբ որ դու տանը բավականաչափ մտածես դրա շուրջ, թե այդ միսիան ինչ է նշանակում, դու ոնց կարաս մասնակցես, արդեն լիքը ճանապարհներ է բացվում ձեր հանդեպ, թե հարցերին պատասխանելու, էսեներին պատասխանելու, ինտերվյուներ անցնելու, ինչ կասեք։ Եկեք անցնենք value-ներին եւ մի քանի value եկեք կարդանք, ով կկարդա երկու value եւ խոսի իրանց մասին։ Ես լսում եմ, միկրոֆոնը հիմա կանջատեմ ու շուտով հետ կգամ էլի։
Մեկն ու մեկը կարող եք սկսել։ Չի երևում իրական։ Լավ, ես կարդամ։ The 9 UWC values. First, international and intercultural understanding. Learning to understand people whose culture, nationality, religion, or worldview differs from yours rather than merely tolerating them. Second, celebration of difference. Seeing diversity as something that makes a community stronger, not as a problem that must be erased. Շատ լավ ջան, եւ խոսի դրա մասին մի քիչ, ոնց ես հասկանում այդ արժեքները եւ ինչ ես կարծում, ոնց կարող ես համապատասխանել դրանց։ Պետք է մենք ավելի կոսմոպոլիտ մարդ լինենք, որ բոլորին ընդունենք այնպես, ինչպես որ կան, հաշվի չառնելով իրենց մշակույթը, թե որտեղից են իրենք գալիս, իրենց ծագումը, իրենց աշխարհայացքները, ու մենք կարողանանք հանդուրժող լինել ու իրենց բոլորի հետ լեզու գտնել, սա աշխարհիկացման ու UWC արժեքներին ավելի համապատասխան լինելու մասին է, ու եթե կարծում եմ այս ամենակարևորներից է, որ համերաշխություն տիրի, ու եթե այս առաջի արժեքը չունենա աշակերտը, ուսանողը հաստատ այն մյուս 7-ին չեն նայի, մյուս 8-ին չեն նայի, որ ընդունեն։ Երկրորդն էլ Շատ բարի, եւ այնտեղ կար բանի հանդուրժողականության վերաբերյալ կարծես մի քիչ ուրիշ բան կար գրած կա, ինչ որ մեկը որ նկատեց։ Հա, որ մերը իրենցինից տարբեր է, մենք պիտի այդ նաև իրենց ընդունենք։ Մի քիչ ուրիշ բան կա հանդուրժողականության մասին։ Դու հանդուրժողականությունը ասացիր, որ իրանք ուզում են հանդուրժողականություն, բայց այնինչ այնտեղ մի քիչ հակառակ շեշտ է։ Հա, ոչ միայն պիտի հանդուրժենք իրենց, այլ նաև իրենց կարծիքը ընդունենք, որ այդ տարբեր է, հա։ Առասարակ հանդուրժելը այդքան հաճելի բան չի։ Եթե պիտի հանդուրժես, արդեն նշանակում է, որ դու զզվում ես իրանցից, պրոստը մի ձև հանդուրժես, որ ոնց լուսերը չջարդես, էլի։ Բայց ստեղ խոսքը գնում է նրա մասին, որ դու սկսես գնահատել, հարգել, սիրել այդ տարբերությունները, հա, ոչ թե սիրել հավանել առումով, այլ դու ցնծաս նրանով, որ տարբեր ազգերից, տարբեր մշակույթներից մարդիկ են հավաքված, իրենք իրարից տարբեր են, հա, եւ հիասքանչ լինի քո համար, որ ինչ լավ է, որ տարբեր կուլտուրաներից մարդիկ կան եւ ամեն մեկի տարբերությունը դու կարողանաս հասկանաս, իր մտածելը կերպը հասկանաս, գնահատես, թե ինչու է միգուցե ինքը տենց մտածում, կարող է դու տենց չմտածես, հա, բայց դու կարողանաս հասկանաս եւ գնահատես իրանց։ Երկրորդն էլ մեկնաբանեմ, որ կարդացի։ Celebration of difference, կարծում եմ նման է, seeing diversity, ահա, երրորդը personal responsibility and integrity։ Այս մեկն էլ պիտի կարդամ։ Կարդա։ Third, personal responsibility and integrity. Being honest, keeping your commitments, accepting the consequences of your decisions, and doing the right thing even when nobody is watching. Անձնական պատասխանատվություն եւ անկեղծություն, լինել անկեղծ, քո արժեքները պահպանել եւ քո որոշումների հետևանքները կրելը ու անել այն ճիշտ բանը նույնիսկ երբ ոչ ոք չի նկատում։ Մի խոսքով արժեքները պահպանելու մասին խոսք կար։ Keeping your հա, չէ, այդ մեկը ինձնից օրինեցի։ Давай։
Իսկ ինչ է գրած։ Keeping your commitments. Այդ ինչ է նշանակում, commitments to what? Keeping Չգիտեմ your ինչ է, որ commitments, being honest, keeping your commitment of կաս երեխեք ինչ է նշանակում։ Օրինակ, ես իմ commitment եմ վերցրել, որ ուզում եմ շրջակա միջավայրս մաքուր լինի, հա? Խոստում կատարել։ Commitment եմ եթե վերցրել, որ հեսա օրինակի վրա ասեմ, որ շրջակա միջավայրս մաքուր լինի։ Hello. Կանությունները կատարել։ Լսում եք երեխեք օրինակի վրա բացատրեմ։ Չէ, շատ մոտ չեք գալի։ Ենթադրենք ես commitment եմ վերցրել, որ շրջակա միջավայրս մաքուր լինի, հա? Հիմա ապա ինչ որ մեկը եթե ախտոտում է ու վազեց ինքը փախավ գնաց, հա? Եթե ես եմ commitment վերցրել, ես կարամ ասեմ, տեսակ ինչքան վատն են ինքը բան, պետք է հետ գնամ իրա կանչեմ, որ պարտադիր ինքը վերցնի, բայց եթե ես եմ commitment վերցրել, ես եմ commit արել, ես եմ իմ վրա վերցրել, որ միջավայրը մաքուր լինի, եթե հանկարծ ինքը մաքուր չի ես պահին, ես կարամ իրան մաքրեմ եւ ես կուզեմ իրան մաքրեմ։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը չի նայում, եթե ես commitment եմ վերցրել, որ միջավայրս մաքուր լինի, առավոտվա ժամը 4-ին դուրս եմ եկել, մաքուր չի, հա, ոչ մեկը չի նայում, եթե ես ասեմ, քանի որ ես իմ վրա էի վերցրել, որ մաքուր լինի, արի ես մի հատ շիշե, ես վերցնեմ գցեմ աղբամանը։ Այդ սկսածի, որ իմ commitment-ը ես պահում եմ։ Եթե ես commitment եմ վերցրել իմ վրա, որ ես ուզում եմ ամեն ամիս 10% ավելի հզորանամ։ Ես այդ commitment եմ վերցրել իմ վրա, այս ամիս ես զգում եմ, որ ես 3% եմ լավացել, արդեն մի շաբաթ է մնում, ոչ թե ասում եմ, վայ, ինչ վատ է, չեղավ, չկարողացա, սկսում եմ լացել կամ вообще գցենք այս պրոյեկտը, հա, այլ այդ վերջի մի շաբաթվա մեջ մտածում եմ, տենեմ ինչ կարամ անեմ ես, կպնեմ մի շաբաթվա մեջ անեմ, որ հասնեմ իմ commitment-ին, որ վերցրել էի, որ այդ 10%-ը հզորացած եմ ես այսօր։ Personal responsibility եւ responsibility-ն էլ իհարկե պատասխանատվությունն է։ Accepting the consequences of your decisions and doing the right thing even when nobody is watching. Accepting the consequences of your decisions. Ընդունել քո որոշումների հետևանքները։ Քո որոշումների հետևանքներով եթե ինչ-որ բան է լինում, չգնաս հետ ասես, բայց գիտեք, ես ախր չէի ուզում, ուղղակի տենց եղավ, ախր սկսեմ բացատրել թեխի, միգուցե տենց եղավ, ախր այնքան վատ էի քնե այդ օրը որ բան, այլ որոշում եմ կայացրել, այդ որոշման պատճառով, եթե հետևանք է եղել, այդ հետևանքի պատասխանատվություն եմ ես կրում։ Պատասխանատվությունս ոչ թե այնա, որ երկար պատմություն պատմեմ, թեխի տենց եղավ, այլ պատասխանատվությունս այնա, որ եթե հանկարծ մի բան նիտոյա գնացել, ես պատասխանատու եմ գնամ շտկեմ դա։ Եվ նոր մարդ, ով կկարդա 4-ը 5-րդը եւ ասեմ հեսա ինչ ենք անելու, հեսա ես հասնելու եմ տուն եւ սկսենք ավելի կոնկրետ էսների մասին էլ խոսել եւ ինչ որ օրինակների վրա էլ նայել։ Ինչեւ այդ մի երկու վալյու էլ եկեք նայեն։ Կարող եմ ես կարդալ։ Խնդրեմ։ Mutual responsibility and respect, respecting other people while also recognizing that members of a committee have responsibilities towards one another, and compassion and service, noticing other people's needs and taking practical action to help, not merely feeling sympathy or collecting volunteering certificates. Ուրեմն առաջինը նրա համար է, որ ու լինես պատասխանատու հարգես ու հասկանաս նաև ու ընդունես, որ ուրիշներն էլ այդ համայնքում ուրիշներն էլ իրենց պարտականություններ ունեն միմյանց հանդեպ։ Ահա, եւ նաև հարգանքը միմյանց ու հարգանքը։ Ու հաջորդը արդեն ծառայությունների մասին է խոսում, որ մենք մի րոպե compassion and service։ Ծառայություն բարից ավելի service-ի համար։ Ой, ծերծենը արձագանքեց։
Բոլորի ձայները արձագանքում են։ Բոլորի ձայները արձագանքում։ Երեխեք կարող է ինչ-որ մեկը բացել լավ հակել միկրոֆոնը, ինչ-որ դենց դրուկ արել, всё, դզվա ոնց էր։ Ու երկրորդն էլ դրա մասին է, որ պետք է հասկանանք, նկատենք ուրիշների կարիքները ու իրոք գործողություն անենք, որ կարողանանք դրանք վերացնել ու մենակ այդ կամավորության սերտիֆիկատները հավաքելով ոչ մի բան իրականում չի փոխվում, որտեղ դու պետք է երկարատև գործողություն կրես, որ ինչ-որ մեկին կարողանաս օգնես դրա համար։ Երեխեք, լավ, օքեյ, բայց պետքաներից ուզում եմ դուրս գանք։ Նայեք, տես ինքը ասում է noticing other people's needs։ Տեսնել ուրիշ մարդկանց կարիքները։ Տեսնելը ուրիշ է, պետքա տեսնելը ուրիշ է։ Պետքա տեսնելի մեջ կարող սենց լինի, որ հա, ես պետքա տեսնեմ ու չեմ տեսնում։ Իսկ տեսնելը տեսնելն է։ Պատկերացնեք տարբերությունը։ Այդ ինձ թվում է ես լիֆտում էի, ինտերնետը պետքա որ գնացած լիներ։ Ճիշտ է։ Հիմնականում այդ պահին ձեր ձայնն էլ լավ չլսվեց։ Այո, հա։ Այդ լիֆտի պահերն էր, այսքան լսեցիք, որ ասում էի, ես ասում էի պետքաներից դուրս գանք, որտեվ պետքա հասկանալ, օրինակ պետքա տեսնել, այնտեղ կոնկրետ օրինակը որն էր։ Տեսեք, ստեղ գրած է noticing other people's needs and taking practical action to help։ Տեսնելը ուրիշների կարիքները եւ պրակտիկ գործողություն անել օգնելու համար, հա։ Դա ուրիշ է, պետքա տեսնենք ուրիշների կարիքները եւ պետքա պրակտիկ գործողություն անենք, ուրիշ է։ Պետքան կարաս դու ասես, հա, ես պետքա սենց անեմ, ու իրականում կարող չարվի դա։ Իսկ անելը հենց անելն է։ Երբ որ դու նենց մարդ ես, որ անում ես, դա կատարվում է։ Իսկ մարդկա, որ ինքը գիտի, որ պետք է արվի, բայց չի կատարվում։ Եվ այդ երկու մարդկանց տարբերությունը իրանք զգալու են։ Ձեր էսեներից, ձեր խոսքից, թե դու որ մարդն ես, որ ոնց որ անում ես դրանք, թե որ ավելի շատ մտածում ես, որ պետք է։ Հա։ Հիմա որ արտահայտվում եք, կարող է դու անող մարդ ես, բայց ուրիշ ձև ես արտահայտվում, բայց գիտակից եղեք, որ թե ինչ է նշանակում, որովհետև մենք ոչ թե ուզում ենք պետկաների տակ մեզ դնենք, որ սենց օրենքա, հա, այլ քո արժեքները քեզ մղեն այդպես ապրելու, որ երբ որ դու տեսնում ես, որ ինչ-որ մեկը կարիք ունի, ոչ թե դու պետք է գնաս իրան օգնես, այլ դու ցանկանում ես, դու գնում ես հենց։ Կապի խնդիր կար, էլի ճիշտ եմ հասկանում։ Հա, իմ ձայնը մինչև ինչ-որ տեղ լսվեց, թե вообще չլսնի։ Հիմա լսում ենք իրար։ Հա։ Մինչև որտեղ է լսվա իմ խոսքը։ Դուք ասացիք, որ պետքա ոչ թե ուղղակի այդ պետքաների տակ մնանք, որ սենց օրենք կա, այլ իրոք ինչ որ քայլեր անենք, որ ցույց տանք, որ մենք անում ենք, ոչ թե ասում ենք։ Այո, եւ արտահայտվելիս էլ այդ իմ ասացին գիտակից եղեք, որ այս արժեքները դուք սկսեք մարմնավորել ձեր մեջ, թող այս արժեքները ձեր արյան մեջ հոսի, որ ինտերվյուերը էսե կարծացողը տեսնի, որ դու դրա կրողն ես, որտեղ իրանք պրոֆեսիոնալ են, եթե դու անգիր անես արժեքները ու փորձես իրանց ցույց տաս, իրանք կզգան։ Եվ հիմա հաջորդ քայլով շարունակում ենք ինձ լսել, կապ կա։ Հա։ Եվ հիմա հաջորդ քայլով, երբ որ էսեների մեջ դուք այս արժեքները մարմնավորած ներկայանաք իրենց, հա, ինչ տեսքա դա ունենալու։
Օրինակ, եթե դու այդ արժեքներից ինչ-որ մի քանիսի մասին էսեիդ մեջ խոսես ու ասես, որ օրինակ սենց արժեք, հա? Դա ինքնին կարող է այդքան ուժեղ չնայվի, որովհետև ինչքան դժվար է գնալ վեբսայթից UWC արժեքը կարդալ ու էսեի մեջ էդի մի քիչ փոխած բառերով գրել։ Շատ դժվար չի, չէ՞, համաձայն եք։ Paste. Շատ հեշտ է, հենց պետք է կյանքից ինչ որ հստակ դրվագ ցույց տանք, որ այդ արժեքը մենք կիրառել ենք։ Այո, շատ ճիշտ է։ Ձեր կյանքից ցույց տակ դրվագներ, որ կարծացողը տեսնի, որ դուք կրողն եք այդ արժեքների, որ դուք ապրում եք այդ արժեքներով։ Եվ նոր մարդ, եկեք կարդանք հաջորդը, respect for the environment is հասկանալի է, a sense of idealism, personal challenge ու action on personal example, այսն կարելի է խորանալ։ Արամ, հլի 7-րդը կարդա։ Ստեղ չի Արամը։ 7-ը կարդամ։ Հա, 7-ը։ Sense of idea. Believing that a more Ուշադիր կարդա Արամ ջան։ believing that a more Վերնագիրը ուշադիր կարդա Արամ ջան։ a sense of idealism. Idealism. Believing that a more pageful and just world is possible without becoming naive about how difficult change can be. Okay, Love, naive բառն է, a sense of idealism. Ով կբացատրի idealism ինչ է նշանակում։ Այնա, որ ուզում ես, որ ամեն ինչ կողքդ իդեալական լինի, ձգտում ես, որ քո ամեն գործողությունը հասնես կատարյալ վիճակի։ Լավ։ Պերֆեկցիոնիզմի նման։ Պերֆեկցիոնիզմը ինքնին լավ բան չի։ Եվ ստեղ մի քիչ իմաստը այլ նկատի ունեն։ Այս նես չի, որ ես 100% ֆանատ եմ այս բառի idealism, բայց ideal նշանակում է, որ նու հիասքանչ է ինքը։ Իդեալական բառը մի քիչ ուրիշ է, բայց ideal անգլերենով մի քիչ ուրիշ է։ Եթե ամեն ինչ հիասքանչ է, այդ ideal է։ Հիմա believing that a more peaceful and just world is possible. Եկեք հենց իմաստի վրա կենտրոնանանք, հավատալ, որ ավելի խաղաղ եւ արդարացի աշխարհ հնարավոր է, քան թե այն աշխարհը, որ հիմա է։ Լավ։ Եվ հավատալով, որ հնարավոր է, ես ասեմ, but without becoming naive about how difficult change can be. Առանց դառնալու միամիտ եւ մանկամիտ, թե ինչքան դժվար է իրականում փոփոխություն անելը աշխարհում։ Դու համ հասկանաս, որ հնարավոր է ավելի լավ աշխարհ, համ էլ չասես, որ վայ, ընդամենը սա, որ ես մի բանը անենք, ռազվա, սա աշխարհը կփոխվի, կդառնա լավ։ Այդ կլինի միամտություն։ Դու գիտակից լինես, դու հասուն լինես, դու հասկանաս ինչքան դժվար է փոփոխություն անելը, եւ եթե հեշտ լիներ, արդեն արված կլներ։ Բայց միաժամանակ տեսնես, որ այո, հնարավոր է եւ մենք էլ մեր միսիայով հենց աշխատում ենք դրա համար։ Հարց ինչ կար։ Չէ, ես արդեն հասկացեմ հարցի պատասխանը, մերսի շատ։ Շատ լավ։ Ես էլ իրականում մի փոքր իդեալիզմի վրա կենտրոնանում էի, բայց նույն իմացա, որ պերֆեկցիոնիզմը վատ բան էր, որովհետև ես դրանով եմ տառապում։ Պերֆեկցիոնիզմը լավ բան չի։ Բայց perfect բառը էլի շատ բան չի։ Նայեք, perfect նշանակում է կատարյալ։ Կատարյալը այն է, ինչ կատարվել է։ Ինչ որ կատարվել է, արդեն կատարյալ է։ Տենց նայելու ձև էլ կա։ Եվ նույնիսկ grammar-ի առումով, օրինակ present perfect-ը որ ժամանակաձևն է։ Ներկա կատարյալ։ Ներկա կատարյալ։ Ոչ թե present perfectionist, այլ present perfect, չէ՞։ Որ արդեն կատարվել է։
Եվ կախված քո փիլիսոփայությունից, sense կարելի է աշխարհին նայել, որ ներկա վիճակը աշխարհի կատարյալ է, իդեալական չի, ideal չի դեռ, բայց ինքը կատարյալ է, որտեղ բնական ուժերով տիեզերքի բնության Աստծո ոնց ուզում ես ընտրի, թե ոնց ես դու ապրում եւ ինչ փիլիսոփայության մեջ ես ապրում, բայց բնության ուժերով ինքը այն տեսք ունի, որ հիմա ունի եւ ինքը կատարյալ է ու կարանք հարգենք, որ ամեն ինչ դենս է ոնց որ կա։ Եվ հարգելով մեկտեղ մենք փորձում ենք դառնացնել իրան ավելի հիասքանչ եւ ստեղ ideal բառը այդ հիասքանչն է իմաստավոր ավելի մոտ, քան թե ինչ որ արհեստական ուտոպիստական ինչ որ իդեալ, այլ որ մի գլուխ ավելի հիասքանչ լինի ամեն ինչ, քան հիմա է։ Ոնց է անցում։ Ես չգիտեմ, նորմալ։ Հասկանալի է թե հարցեր կա։ Չէ, նորմալ է։ Ես լրիվ հասկացա։ Շատ լավ։ Personal challenge ով կկարդա։ Կարդամ ես նորից։ Խնդրում։ Personal challenge, leaving your comfort zone, examining your assumptions, attempting difficult things, and allowing experiences to change you. Անձնական challenge-ը հայերեն ոնց թարգմանեմ, փորձություններ երևի։ Հլո, էլի փորձեք երեխեք, challenge բառը ոնց կարաք հասկանաք։ Ոնց որ obstacle։ Obstacle իմաստը չի։ Կարանք որպես մարտահրավեր ընդունենք։ Այո։ Որ նոր բաներ բացահայտենք, մեզ փորձություններին ընդառաջենք, ու թողենք, որ դրանք մեզ փոփոխեն, մեր հարմարավետության գոտուց դուրս գանք, նման բաներ անելով, ոնց որ իրենց ցույց տանք, որ մենք տեղում տոփացող մարդ չենք ու մենք ունենք այդ օգտակար գործողության գործակիցը բավականին բարձր է ու մենք այդ չգիտեմ, այդ տենդենսը կա, որ մենք կարող ենք ավելի բարձրանալ, ավելի ու ավելի բաների հասնել։ Իմ կարծիքով ստեղ շատ կարևոր է նշել, որ այդ մեր անձնական այդ ճանապարհի մարտահրավերներին այդ հանդիպած բաները այդ փորձը թողնենք, որ մեզ փոխի ու ավելի լավը երևի դարձնի։ Որտեվ ուրիշ բան է, որ ինչ-որ մարտահրավերների ենք ոնց ասեմ, հանդիպում, ուրիշ բան է, որ այդ մարտահրավերները իրոք մեզ փոխում են, բարելավում։ Այո, դրա Ես էլ եմ համաձայն։ մենք նորանում ենք, նորովի ենք սկսում աշխարհը ճանաչելը շատ կարևոր է այդ ճկունությունը։ Եթե լինեք rigid, որ ես սենց եմ մտածում ու վերջ եւ դու փորձությունների հանդիպես դրանք կամ անցնես կամ չանցնես, բայց դու նույնը մնաս։ Էլ որն է այդ մարտահրավերների ու փորձությունների իմաստը։ Ամեն ինչ կյանքում գալիս է, դրա խորը իմաստը հենց մեր զարգացումն է, մեր update-ն է, մեր upgrade-ն է, մեր նորովի ամեն ինչ ընկալելն է, էլ ավելի հիասքանչ ձևով։ Մեր համոզմունքները ու կարծիքը ոնց որ պետք է վերանայենք։ Այո, արժի վերանայել եւ ցանկանում ենք վերանայենք, որտեվ ամեն մարտահրավեր, որ գալիս է, ինքը հենց նոր բաներ է ցույց տալի, որ մենք հասկանանք եւ մենք ուզում ենք հենց վերանայենք մեր համոզմունքները։ Գիտեք ինչ երեխեք, կամայական համոզմունք, եթե ճիշտն եք ուզում իմանաք, կամայական համոզմունք, եթե շատ չորով նայես, սուտ է, համոզմունքները սուտ են։ Կա սենց բնություն եւ ճշմարտություն ինքն իրանով, իսկ համոզմունքները մեր գլխի մեջ են։ Մեր համոզմունքները կարող են փորձեն մոտ գան ճշմարտությանը, բայց հենց բառերի է իրանց վերածում,
իրանք ինքնին արդեն լրիվ ճշմարիտ չեն։ Կարա շատ սուտ լինի, կարա մի քիչ սուտ լինի, բայց համոզմունքները համոզմունքներ են։ Եվ կարիք էլ չունենք, որ համոզված լինենք ինչ-որ բաների մեջ, մենք գիտնականներ ենք, մենք ապրում ենք աշխարհում, մենք ունենք հիպոթեզներ, որ միգուցե այսպես է, միգուցե այնպես է, եւ փորձը եւ գիտությունը օգտագործելով, հա, փորձում ենք հակվել, թե այս պահի ինֆորմացիայի հիման վրա ինչն է ճշմարիտ։ Կարիք չունենք, որ համոզված լինենք այդ բաների մեջ։ Ավելի բաց ենք թողում, ազատություն ենք տալի, որ այս պահի իմ ապրածի ինֆորմացիայի հիման վրա սենց է հետևում, հա, բայց չեմ փակում դուռը, որ կա ձև չի ուրիշ բան լինի։ Եվ 9. Action and personal example. Living according to your principles, UWC places considerable emphasis on doing something constructive rather than only discussing problems. Love, principle բառը հայերեն ոնց կհասկանաք։ Սկզբունք, Սկզբունքներ, Լավ, սկզբունք ինչ է նշանակում։ ոնց որ մեր համոզմունքները, որ ասում ենք օրինակ, ես իմ սկզբունքն է, չեմ կարող ուրիշ ձև անեմ։ Դու օրինակ ես բերում, բայց քո օրինակից ես տեսնում եմ, որ դու բառի խորը իմաստը չես տեսնում, այլ այդ բառը հասարակության մեջ թե ոնց է օգտագործվում, գնում ես դեպի այդտեղ։ Եկեք փորձենք խորը իմաստը հասկանանք սկզբունքի։ ասեմ, Սկզբունքը ասեմ։ Ահա, ոչ միայն խոսենք մեր սկզբունքների մասին, հարցը այն է, այլ ինչ ապրենք է, դրանցով, Ջանա, հարցը այն է, թե սկզբունքը ինչ է։ Ինչ է կներեք ինչ, Ինչ է սկզբունքը։ Սկզբունքը ինչ է։ Կարող եմ ես փորձել պատասխանել։ Խնդրեմ։ Իմ կարծիքով սկզբունքը էդի հստակ արժեքներով ճանապարհը։ չլսեցի, Այսինքն իմ կարծիքով սկզբունքը հստակ արժեքներով ճանապարհը, որով դու շարժվում ես ու աշխարհին նայում, քո գործողությունները քո այդ սկզբունքով են միայն լինում։ Այսինքն այնա, որ մի բան կարաս անես, բայց մյուս բանը չես անի, որովհետև քո սկզբունքներին դեմ է։ Այսինքն օրինակ կարողա դու Էլի գնում ես դեպի հասարակական պատկերացումները սկզբունքի մասին։ Եթե սենց սկսես, որ սկզբունքը ճանապարհ է, այդտեղ այդքան ճիշտ չի լինի, որովհետև սկզբունքը ճանապարհ չի։ Ճանապարհը ուրիշ բան է, սկզբունքը ուրիշ բան է։ Լավ, ավելի ճիշտ կլինի, որ ասել, որ հա ճանապարհ չի, բայց այդ ճանապարհը քայլում ես քո սկզբունքներով, ուրեմն ճիշտ է, սխալ ասեցի մի քիչ։ Կարանք ասենք սկզբունքը դա որ մեր մտածելակերպն է, որով մենք կատարում ենք մեր որոշումները եւ գործողությունները։ Ինչ որ չափով մոտ ես գնում, ջան, ինչ որ չափով մոտ ես գնում, բայց այնտեղ շատ կարևոր նյուանս կա։ Կա ինչ որ մեկը, որ կուզի կոմենտ անի կամ հարց տա ինձ։ Ես կուզենայի ասել, որ ես մտածում եմ, որ սկզբունքը ինքը պերսպեկտիվի պես բան է, որ մեզ մեջ ստեղծվում է կամ մեր ծնողների, մեր մշակութային համակարգի կողմից կար։ Ինչ? Պերսպեկտիվն է պետք կլինի հասկանալ, քանի որ նոր տերմին օգտագործեցիր, պերսպեկտիվ իրականում նշանակում է տեսանկյուն։ Դե ես այդ ավելի շատ օգտագործում եմ հեռանկարի առումով, բայց ոնց որ ուրիշ լեզվով ես նայում, ինքը ուրիշ միտք է կոմոդ, ոնց որ perfect-ն ու իդեալը նույնը ոնց որ պերսպեկտիվը ուրիշ իմաստ ունենա, այս ձևով հայերեն թարգմանած ուրիշ։ Նայեք երեխեք, երևի թե պատճառ կա, թե խինեմ ես մի քանի անգամ շարունակում հարցնել սկզբունք բառի մասին եւ կարծես թե երևում է, չէ, որ չեմ բավարարվում եւ ինչ որ պակաս բան կա, չէ, իմ թե ինչ որ բան կա, որ ուզում եմ տեղ հասցնեմ, որ դեռ լուսավորված չի այդ բանը, հա? Եվ այս դեպքը այն դեպքն է, որ շատ բառեր օգտագործելով եւ տարբեր կողմերից մոտենալով կարողա չգտնենք այդ բանը, որ ուզում ենք լուսավորենք։ Ինչ որ մեկը կուզի, ինչ որ հետաքրքիր կոմենտ կամ հարց տա, որը որ
դեպի դիպուկ տեղը գնա, ոչ թե արդեն սկզբունքի իմաստի, այլ օրինակ դուք ոնց կառաջնորդեիք զրույցը հիմա։ Ինչ որ մեկը կա, որ լավ ճանապարհ ունի զրույցի մեջ մեզ առաջնորդելու։ Ես ուղղակի առաջինը կհարցնեի, որ այդ սկզբունքները այս sense ասած ճիշտ ու սխալ լինելու առումով կարան լինեն, թե բոլորը ճիշտ են։ Նայ, սկզբունքներ բառը դու օգտագործեցիր քո խոսքի մեջ։ Եվ հարց գնաց, թե սկզբունքները ճիշտ են, սխալ են եւ ինչպես են, չէ՞։ Բայց հարցը մի մակարդակ ավելի վեր էր, որ թե առհասարակ ինչ է սկզբունքը, հա։ Ես կարամ իմ տեսակետը ասեմ։ Ինչ որ մեկից մտքով կանցավ, երեխեք, որ Կարամ ես ասեմ իմ տեսակետը։ ասա մեր։ Իմ կարծիքով սկզբունքը նշանակում է մարդու հիմնական կանոնը, որով ինքը առաջնորդվում է իր ամբողջ կյանքում ու ինչ որ որոշումներ կայացնելու ժամանակ ինքը այդ սկզբունքով է ոնց որ առաջնորդվում, այդ հիմնական կանոնն ու համոզմունքն է։ Կարծում եմ մոտ ես գնում, կանոն բառին հանդեպ եմ հակասություն ունենում այստեղ, հա, եւ ինչ էի ասում, ինչ որ մեկիդ մտքով անցավ, օրինակ այս զրույցի արդյունքում, որ միգուցե դուք այդ բառի ճիշտ իմաստը դեռ չգիտեք եւ ճիշտ չեք ընկալում այդ բառը։ Անցավ մեկի մտքով այդ։ Մեկ էլ իմ Կարամ կարծիքով ասեմ, Մերի ջան, եթե հարցը գալիս է կա անցավ ինչ որ մեկի մտքով, հա, որ կարող է տենց, եթե դրան ասես մեկ էլ իմ կարծիքով, հա, արդեն այդ ոնց խորը չես լսում, որտեվ դες դինամիկ փոխվեց զրույցը։ Հիմա հարցը հետեւյալն է. անցավ ինչ որ մեկի մտքով, որ միգուցե այդ բառը դեռ խորապես չեք հասկանում եւ չեք ճանաչում։ մի բան կարամ ասեմ, Իմ հարցի հետ կապված է Արթուր ջան, թե ուրիշ բան ես ասում։ հենց պրինցիպ բարի հետ է։ Արթուր ջան, իմ վերջին հարցը հետեւյալն է. անցավ ինչ որ մեկի մտքով, որ միգուցե այդ բառը, սկզբունք բառը, այդքան ճիշտ չեք հասկանում դեռ։ Անցավ ինչ որ մեկի մտքով տենց բան։ Դե չենք հասկանում, որ չենք կարող պատասխանը տալ։ Դե կարող է ակնհայտ չի, չէ։ Կարող է ամեն մեկիդ մոտ ինձ թվում է ավելի շատ այս տպավորություններ, որ դե հա դե գիտենք, բայց դե ճիշտ բառերը չենք ընտրում, այդ տպավորություններ։ Եվ ստեղ նոր մենք քննարկում էինք, որ բանի արդյունքում, արտահրավերների արդյունքում ոնց որ թույլ տաս, որ վերափոխես քո համակարգը եւ քո տեսակետները եւ այստեղ նաեւ բաց լինելու հանդեպ գաղափարներ էինք քննարկում, հա, եւ երբ որ հարցնում էի, ինչ որ ասում էի, կա ինչ որ մեկը որ լավ օրինակ ուղղորդում է տեսնում, հետեւյալ ձև էլ կարելի էր ասել, ինչ որ մեկը կարող ասել ընկեր Արմեն, իսկ դուք կասեք, դուք ոնց եք հասկանում սկզբունք բառը, հա, եւ ինչպես մենք հասկանանք այդ բառը, այդպիսի հարցը կարող լինել, հա, մի վարանեք, որ ձեր ինտերվյուին կամ ձեր ուսուցչին դուք կարաք հետ հարց տաք եւ դա գնահատելի է։ Եթե դու միայն քեզ որպես ոնց որ հարցի պատասխանող ես նայում, հա, այդ մի ձև է, բայց եթե դու քեզ թույլ ես տալի նաեւ իմաստավոր ձևով փորձել հարց տալ ուղղորդել խոսակցությունը, ապա քո ինտերվյուերը, քո էսեյ կարդացողը քեզ կարա հարգի որպես գիտակից մարդ դրա համար, հա։ Տեսեք, բառը, սկզբունք բառը, սկիզբ, ինքը իր կլուչը ունի իր մեջ, դա սկիզբն է, իր կարևոր էությունը, սկզբնաղբյուր, սկզբունք, այնպիսի արժեք, այնպիսի գաղափար, որ քո անձի համար դրված է քո կենտրոնին մոտ, քո համար սկզբնաղբյուր հանդիսացող արժեք է, որով դու կշարժվես, ոչ թե կանոն, որովհետև կանոնը կլինի արտաքին ինչ-որ որոշում, բայց այդ կանոնի հիմքում, եթե դու կանոն դրած լինես, կարող է մի սկզբունք լինի, որը որ ավելի խորը գաղափար է քո համար։ Եթե ինչ-որ մեկի սկզբունքը լինի, որ որևէ ուրիշ էակի վատություն չանել, դա լինի սկզբունք մարդու համար, հա։ Ապա երբ որ ինքը սենյակում նստած է ու հանկարծ տառական է սկսում վազել, ինքը չի գնում միանգամից ծածկացնի այդ տառականին,
որտեվ այդ սկզբնաղբյուրը իր այդ արժեքը իրան ուրիշ ճանապարհով է տանում առաջ։ Ուրիշ մեկի սկզբունքը կարող հետևյալը լինի, որ եթե ինչ-որ էակ քո թշնամին է, ապա կարելի է այդ թշնամուց պաշտպանվել եւ միգուցե ինչ-ինչ դեպքերում, օրինակ, ոչնչացնել իրան, ինչ-որ մեկի սկզբունքը կարող է այդ լինի։ Հիմա այդ օրինակ շատ վտանգավոր սկզբունք կլինի UWC-ի համար, որպես հայ մարդիկ, ով պատերազմական իրավիճակում են, նմանատիպ սկզբունք մենք կարող նույնիսկ հարգենք կամ ունենանք մեր մեջ, որովհետև արյուն է թափվել թշնամու կողմից, բայց UWC-ի հանդեպ իրանք կարող է այդքան պատրաստ չլինեն մեր ցավը զգալ իրանց չափ, եւ եթե դու սկզբունք ունենաս այդպիսի, որ քեզ առաջնորդում է, որ եթե օրինակ տարական է գալի, միանգամից գնաս իրան սպանես, հա, այդ ավելի այդ սկզբունքը կարող ավելի քիչ գնահատելի լինի, բայց ինչևէ տարականների մասին չէր խոսքը, այլ սկզբունք բառը հասկանալու մասին, որ շատ-շատ կարևոր գաղափար է։ Դրանք այն արժեքներն են, այն գաղափարներն են, որոնք դրված են քո ամենակորիզում, որ քո գործողությունը, որ դու ուզում ես անես, նայում ես սկզբունքիդ, даже նայելու կարիք չունես, սկզբունքդ այնքան խորքում մտա, որ ինքն է շարժում քո գործողությունները։ Եվ մի քանի սկզբունքներ ասեմ, օրինակ, անձնական շահ, դա սկզբունք է, անձնական շահ հետապնդել, աշխարհի խաղաղություն, որոշակի սկզբունք է, որով կարաս շարժվես, միշտ զարգանալ եւ սովորել, դա էլ է սկզբունք, որով կարելի է շարժվել, հասկացանք, հա։ Երեխեք ֆիդբեքի կարիք ունեմ։ Feedback նշանակում է to feedback, որ խոսում, հետո որ արձագանք լինի, հա։ Հա, ինձ թվում է ճիշտ եք ասում, ու ճիշտ էր ամենասկզբից այդ բարի, ոնց ասեմ, մասը հասկանալ։ Ես ուզում եի ձեզ հարցնել այդ հարցը, բայց ամաչեցի հարցամ ձեր համար ինչա սկզբունքը, որտեղ ես մտածեցի, որ տենց ցույց ես տալիս, որ մենակը չես ուզում լուծումը գտնես, սպասում ես դիմացինիդ պատասխանին։ Մի մտածեք, թե ինչ կարող է ցույց տաք, եղեք ճշմարիտ ձեր էությանը, եթե այդ պահին բխում է այդ հարցը քո մոտ, իրոք, դա ճշմարտությունն է, եւ դա բնությունն է, բնությանը հետևելով եւ բնական լինելով, դու իրոք գնաս նենց տեղ, որ քեզ կհավանեն եւ կհարգեն, քո մտքով փորձելով համարել, թե քեզնից ինչ կարող է ուզեն, ոնց կարող է նայեն, հա, դրանով դու հեռանում ես բնությունից, իսկ եթե քո արդար քո մեջ բխած հարցը դու տաս, դա ամենահզոր ճանապարհն է։ Հենց այդ պերֆեկցիոնիզմը էլի, որովհետև ինքը մարդը մտածում է, թե ինչ կլինի միջև ինչ-որ բան լինելը։ Ինքը ուզում է ամենից հարթ գնա ու ոչ մի հարց չի տալի կամ չգիտեմ, ու հենց այդ համարում է պերֆեկցիոնիզմ։ Ու ինչպես նշվեց, այդ շատ բան է։ Ուրիշի գործողությունը վստահ լինել եւ բան անել, անուն տալ ուրիշի գործողությանը, հա, դա մի քիչ փակություն է ցույց տալի, որովհետև մարդը թե իր գործողությունը տեսար, հա, բայց դա որակել եւ գեներալիզացնել որպես պերֆեկցիոնիզմ, այդքանի դատան դու չունես անելու, եւ մի քիչ ուրիշ բաներն այնուամենայնիվ, դու կարաս պերֆեկցիոնիզմի տարրեր տեսնել դրա մեջ, բայց պնդել, որ դա պերֆեկցիոնիզմ է, որ կա, դա չի լինի ճիշտ։
Եվ հիմա 2026-ի essay prompt-երը կարանք նայենք։ Ես ձեզ մի essay եմ ուզում առհասարակ ցույց տամ, բայց ես UWC հետ կապված էլ բան կար, ուղղակի այսօր շատ երկար ժամանակ չունի, մի հատ ես այդ գիրքը բացեմ։ Քանի ստացում է։ Այս ընթացքում եթե ունենք կոմենտ կամ հարց, կարող է գալ։ Ես UWC edge-ը բացեցի, այնտեղ apply լինելու համար հատուկ տեղ կար, ուզում էի հարցնեի, այդ confidential վայր է, ինքը առանձին է, թե դուք դրա մասին չգիտեք։ Չհասկացա քեզ ջան։ Մի րոպե, մի հատ չնայած չեմ կարող ուղարկել UWC-ին, որ ուզում ես apply անես, արդեն քո անուն, ազգանուն, չգիտեմ, քո էսեն, ինքը առանձին քեզ պլատֆորմ է բերում, այդ պիտի հենց այդ ձևով լինի, թե չէ։ Ջան, իսկ այդ ինչու է հիմա տենց էական հարց ես պահին։ Թե ես իրականում մտել նայել էի, ուզում էի այդ հարցը տալ, քանի դեռ չէի մոռացել, որովհետև հետո ինչ-որ մեկը չկար, որ այդ բաներից գաղափար ունենար, ես հարցնեի։ Տեխնիկական հարցերը հեշտ են, իրանք մի քիչ սրճերով, բանով, այդ տեխնիկական հարցերը պետք է կարողանաս լուծես։ Սովորություն դարձրեք այդ մակարդակի հարցերը, պետք է ինքնուրույն կարողանաք գալ պատասխանների, հա։ Որտեվ UWC-ին եթե դու հարգում ես, իրանք սիստեմը նենց են սարքել, որ ամեն մարդ պետք է կարողանա նավիգացիա անի այդ սիստեմի մեջ եւ ճիշտ տեղերը հասնի։ Եվ հերիքա դու հանգամանալից ձևով կարդաս եւ ծանոթանաս ու չշտապվես եւ հասկանում եմ, որ իհարկե excited եք, որովհետեւ նոր է բացվել application-ները, բայց հանգամանալից կարդալով գնում ես, ճանապարհը քեզ ուղղորդում է դեպի ճիշտ տեղը։